Արդեն 100-ամյակից ավելի Բրիտանիայի հատուկ կերպար է ստեղծվել Հայաստանում եւ հայերի համար։ Մեծ Բրիտանիա բառն ինքնին ծառայում է որպես մի տեսակ բացական բնորոշիչ շատ-շատերի համար, որովհետեւ այդպես է ցանկացել նախ ռուսական, ապա բոլշևիկյան, ապա բոլշևիկյան խորհրդային եւ ապա հետ բոլշևիկյան, նեոբոլշևիկյան ռուսական պրոպագանդան, հետ խորհրդային ռուսական պրոպագանդան։ Դա հատկապես արվել է հայերի շրջանում եւ Հայաստանում, թեև Ռուսաստանում նույնպես այդ պրոպագանդան մշտապես վարվել է, որովհետեւ Ռուսաստանի աշխարհակահաղական ամենագլխավոր հակառակորդներից մեկը Միացյալ Թագավորությունը դիտարկվել է որպես մի երկիր, որը շատ գրավիչ է եւ դաշնակցելու եւ ընդհանրապես որպես բարեկամ ունենալու համար եւ որից պետք է հեռու պահել բոլոր այն ստրուկներին, բոլոր այն ենթակա պետություններին կամ պոտենցիալ դաշնակից պսևդո դաշնակից պետություններին, որոնց Ռուսաստանը համարել է իրենը եւ իր ազդեցության գոտում։ Եվ հետեւաբար 100 տարուց ավելի վարվել է այդ պրոպագանդան թե Ռուսաստանի ներսում, թե դրանից դուրս։ Այդ պրոպագանդան վարվել է նաեւ Հայաստանում եւ քանի որ հայերի մոտ նման տեսությունները, որ օրինակ ամեն ինչում հայկական մեղքերի, հայկական ողբերգությունների մեղավոր է Մեծ Բրիտանիան կամ Միացյալ Թագավորությունը, խիստ խոր արմատներ ունի, որովհետեւ հստակ մատուցվել են այդ տեսակետները։ Իրականությունն իհարկե բոլորովին այլ է։ Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության լավագույն դաշնակիցներից մեկն էր Միացյալ Նահանգների հետ միասին։ Դերևս երկու ամենագլխավոր դաշնակիցներն էին Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան։ Մեծ Բրիտանիան հսկայական գործուն աջակցություն է ցուցաբերել առաջին հանրապետությանը։ Հայտնի են առանձին անհատների անուններ, բայց անուններ կան, որոնք ընդհանրապես հայտնի չեն հայությանը, որոնք մոռացան են մատնվել խորհրդային պրոպագանդայի կողմից, խորհրդային պատմագիտության կողմից եւ անգամ ներկայացվել են խիստ բացասական լույսի ներքո։ Դրանք անուններ են, որոնք այսօր գրեթե ոչ ոքի, եթե չխոսենք նեղ, ընդ որում որակյալ պատմաբանների մասին, հայտնի չեն Հայաստանում եւ հայության շրջանում։ Դրանք անուններ են, որոնք հայտնի չեն անգամ բրիտանաբնակ հայերի շրջանում։ Եվ այստեղ կա մեծ ողբերգություն, որովհետեւ մարդիկ են, որոնք հսկայական գործ են արել Հայաստանի համար, հայերի համար, հումանիտար գործ են արել հայերի համար։ Ոչ միայն հումանիտար, անգամ ռազմական եւ քաղաքական լուրջ ներդրում են ունեցել Հայաստանի առաջին հանրապետության կայացման, իսկ դրա կործանումից հետո հայերի օգնություն ցուցաբերելու, հայերին օգնություն ցուցաբերելու, իսկ դրանից առաջ անգամ Հայաստանի հանրապետության հիմնումից առաջ Հայաստանի հանրապետություն ստեղծելու ուղղությամբ։ Եվ գրեթե 1 տարի առաջ էր, երբ այս մարդկանց մասին մտածելով եւ այս անարդարությունը հասկանալով, ես միտք խղացա գալ Միացյալ Թագավորություն եւ այստեղ անդրադառնալ այն մարդկանց մի մասին, իհարկե ոչ բոլորին ցավոք սրտի, այլ մի մասին, որոնք իրական հսկայական ներդրում են ունեցել հայերի կյանքում, հայկական պետության կյանքում, առաջին հանրապետության կամ միակ հանրապետության, ինչպես կուզեք, կյանքում, որոնք ամեն կերպ ցանկացել են աջակցել Հայաստանին։ Իհարկե նրանց մի մասը դա չի արել հենց այնպես, չի արել զուտ հումանիտար կամ բարության հանգամանքներից ելնելով, թեև եղել են հումանիստներ եւ ենթադրում են, որ բարի մարդիկ, դրանք շատերը, ոչ բոլորը, բայց շատերը դա արել են ելնելով բրիտանական կայսերական շահերից։ Այստեղ պետք է հասկանալ, որ բրիտանական կայսերական շահերը բրիտանական կայսրության ժամանակաշրջանում եւ դրանից հետո բրիտանական կայսեր արդեն ոչ կայսերական շահերը բնականաբար գրեթե մշտապես համընկել են հայկական շահերի հետ։ Այսօր ներկայացվում է դարձյալ նույն պրոպագանդայի շրջանակներում, որ Մեծ Բրիտանիան ամբողջ ուժով սատարում է Ադրբեջանին, դա իհարկե կեղծիք է եւ սուտ է, դա դարձյալ հայերի շրջանում դեպի Բրիտանիա ատելություն սերմանելու նպատակ է հետապնդում եւ Հայաստանը եւ հայերին հեռու պահելու նպատակ է հետապնդում Բրիտանիայի հետ մերձեցումից, բայց պիտի հասկանանք եւ պիտի իմանանք, որ Բրիտանիան շարունակում է մնալ բարեկամ պետություն, շարունակում է մնալ հայերին եւ Հայաստանի համար պոտենցիալ դաշնակից, բնական դաշնակից պետություն եւ պետք է դառնա դաշնակից։ Եվ իմ այս նախաձեռնությունը, երբ ես հղացա, ես հասկանում եի, որ որևէ մեկը այս նախաձեռնությանը գործուն աջակցություն չի ցուցաբերելու,
բացի իմ անձնական կապերից, բացի իմ ընկերներից։ Եվ այդ ժամանակ է, որ ես իմ գաղափարը կիսեցի իմ վաղեմի ընկերներից Բժիշկ Վարամ Հարությունյանի հետ, որը ազգային մտածողություն ունի եւ որը անմիջապես համաձայնեց, որ մենք միասին անենք այս փոքր նախագիծը։ Եվ ցուցակ կազմեցի, դա մի քանի տասնյակ անց կազմող ցուցակ էր, որը հետո աստիճանաբար ելնելով զուտ լոգիստիկ նկատառումներից մենք կրճատեցինք եւ կարողացանք ստանալ մի ցուցակ, որը հնարավոր եղավ իրականացնել 2 շաբաթվա ընթացքում։ Բազմաթիվ տեղեր չէ, որ այցելել ենք, բայց այցելել ենք բավական լայն աշխարհագրությամբ տարածքներ, նկարել ենք իմ հեռախոսով, որով նկարվում է նաև այս նյութը, նկարել ենք պարզ տեխնիկայով եւ կարևոր մի հանգամանք ենք մտցրել մեր արածի մեջ, մենք մարդկանց աշխատանքները, մասնավորապես ես փորձել եմ ցույց տալ եւ նրանց դերը եւ կարեւորությունը փորձել եմ ցույց տալ այցելելով նրանց շիրիմներին։ Եվ այցելելով շիրիմներին բնականաբար չենք կարող գնալ, կանգնել, նկարվել եւ գնալ, շոու սարքել, անհրաժեշտ էր նաեւ հարգանքի տուրք մատուցել այդ մարդկանց։ Կրկին ես այս մասին ասել եմ նախկինում բազմաթիվ անգամներ, մեր հարգանքի տուրքը հանգուցյալներին ոչինչ չի տալիս, իրենք դրա կարիքը չունեն բնականաբար, բայց որպես երախտագիտություն հայ ժողովրդի կողմից եւ այն Հայաստանի, որն այլևս չկա, որպես երախտագիտություն այդ մարդկանց անհրաժեշտ է արտահայտել այդ երախտագիտությունը եւ որպես երախտագիտություն մնում է ինչ կարող ենք անել։ Մնում է այդ մարդկանց վերջին հանգստյան մասը, հանգստյան հատվածը, որտեղ իրենց մահկանացու մարմինները հանգչում են, կարգի բերել, մաքրել, խունկ ծխալ, ծածանել իրենց առնչվող դրոշներ, որովհետև դա պատվի նշան է դրոշ ծածանելը, եւ դրանով նաեւ միաժամանակ ներկայացնել իրենց ով լինելը եւ իրենց արածը։ Ինչպես այսի մենք այցելեցինք ընդամենը մի քանի գերեզմաններ, թերևս մի քանիսը մնացին հետագայի համար, պարզ չէ թե երբ եւ ում հետ կանենք այդ ծրագրերը։ Նկարահանումները բավական պարզ են, որևէ բարդ ինչ-որ բաներ չենք արել, որևէ կողմնակի ֆինանսավորում չենք ունեցել, ցավոք սրտի, չեմ կարծում թե որևէ մեկ անգամ հետաքրքրված կլիներ նման բանի մեջ մտնելով, բայց արել ենք այն, ինչ արել ենք։ Վարամ Հարությունյանի հետ ճամփորդել ենք առնվազն 1000-1500 մղոն գուցե եւ կարծում եմ վատ չի ստացվել, որովհետեւ գերեզմաներ կան, որոնք կորած էին համարվում եւ հայտնաբերել ենք։ Բնականաբար գերեզմաններ կամ դամբարաններ կային, որոնք շատ հայտնի էին եւ որևէ կերպ դրանք կորած անվանել հնարավոր չէ։ Գեներալ Բագրատունու շիրիմին այստեղ Լոնդոնում, որ ըստ էության միակ հեշտորեն հասանելի շիրիմներ, ես այցելել եմ նախկինում եւս 2 անգամ եւ սա երրորդն էր։ Մնացածը Լոնդոնից դուրս էին ըստ էության եւ ինչպես այսի եղան նաեւ հանգստարաններ, գերեզմանոցներ եւ շիրիմներ, որոնք մենք բաց թողեցինք։ Եղավ նաեւ դեպք, երբ մենք երկար հետազոտությունների արդյունքում ես գտել էի գերեզման, հետո պարզվեց, որ տեղեկատվությունը, որ գտել էի, ճշգրիտ չէր եւ ոչ թե ես էի սխալ բան գտել, այլ սխալ բան ներկայացված էր։ Բայց դրա փոխարեն հայտնաբերեցինք այլ հետաքրքիր բաներ եւ բավական ճանապարհ ենք կտրել դրա համար։ Առաջինը նկարել ենք գեներալ Բագրատունու տեսանյութը, վերջին տեսանյութը նկարահանել ենք Դևոնում, դա ծայր հարավ արևմուտքն է կամ արևմուտք Անգլիայի անգլիական Ռիվիերայում, որ ամենահեռու կետն էր թերևս Լոնդոնից, ճամփորդությունը տևել է մոտ 6-7 ժամ կանգառներով, մեկ ուղղությամբ, գիշերը անցկացրել ենք քաղաքում, հաջորդ ամբողջ օրը անցկացրել ենք գերեզմանոցում եւ վերադարձել ենք Լոնդոն ուշ գիշերով։ Այս նախագիծը ես համարում եմ հաջողված,
համարում եմ շատ կարևոր մի բան, սա որևէ նպատակ չի հետապնդում բացի պատմական արդարությունը մատուցելը, բացի կեղծիքի դեմ պայքարելը, որևէ քաղաքական ուժեր կամ քաղաքական հետաքրքրություններ սրա հետևում կանգնած չեն, թե վստահ եմ, որ անպայմանորեն շատերը սովորականի պես իրենց հերթական երգը կարող են երգել, թե սա բրիտանացիների կազմակերպածներ, ուզում եմ ասել, որ որևէ մեկը որևէ կերպ սրան չի աջակցել բրիտանական իշխանություններից, կառավարությունից, որևէ մեկը որևէ կերպ, բայց աջակցել են առանձին անհատներ իրենց մասնակցությունը բերելով ուղղակի շատ թեթև ծանոթանալով իմ գաղափարին, որը ես ներկայացրել եմ, որ մենք այցելում ենք, ես այցելում եմ Մեծ Բրիտանիա, Հայաստանի առաջին հանրապետությանը եւ հայերին աջակցություն ցուցաբերած գործիչների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու։ Այսքանը ներկայացնելու, միայն այսքանը ներկայացնելու հիման վրա ինձ բարոյական եւ իրենց մասնագիտական շրջանակներում աջակցել են եւ մասնակցել են այս ծրագրին Նարինե Փոլադյանը, քանդակագործ, քարագործ վարպետ, որ Բեյրութից մի քանի տարի առաջ տեղափոխվել է Գյումրի, հրաշալի մի մարդ, Interprint տպարանը, որը իմ խնդրանքով տպագրեց մի քանի հատուկ դրոշներ, որպեսզի չկային եւ գոյություն չէին ունեցել եւ դրանք ես ստեղծեցի ըստ էության, դիզայներ Միլանից, Իտալիայից Իսաբելա Նալչաջյանը, որը դրոշներից մեկի դիզայնը հրաշալի իրականացրեց։ Ես չխոսեցի այն մասին, որ Բրիտանիայից դուրս այցելեցինք նաև Էստոնիա, եւ Էստոնիայում մի շատ կարևոր հայերի կյանքում անուղղակիորեն կամ գուցե ուղղակիորեն հսկայական մի դեր խաղացած մեկի գերեզման, որը նույնպես կարգի բերեցինք եւ դա շատ բարդ խնդիր էր, որովհետեւ իշխանությունների հետ համաձայնեցնելու խնդիր կար, ռեսուրսների խնդիր էր, թվում է թե փոքր տարածքեր, փոքր բաներ եւ լավ վիճակում էր, շատ վատ վիճակում չէր, բայց այնուամենայնիվ հսկայական ջանքեր խլեց եւ Էստոնիայում ինձ եւ Արամ Հարությունյանին մեծապես աջակցեց եւ օգնեց իր կարողացածի սահմաններում Տարտու քաղաքի, նախկին Դորպատ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Արմեն Շահբազյանը, որը անգամ իր գործնական ժամանակի հաշվին ընտանիքով հանդերձ ամբողջությամբ մասնակցեց գործընթացներին եւ շատ շնորհակալ եմ իրեն այն որակները ցուցադրելու համար, որոնք նա եւ իր ընտանիքը սիրով ցուցաբերեցին։ Ընդհանուր առմամբ սա մի պրոյեկտ էր, որը բարոյական պրոյեկտ էր, որը որևէ բնականաբար ոչ եկամուտ, ոչ այլ օգուտ կամ բարոյականը չբերեց եւ չէր կարող բերել եւ այդպես էլ նախատեսված էր, բայց նաեւ ես շատ ուրախ եմ, որ գտնվեցին մարդիկ, որոնք ամեն մեկը իր կարողացածի չափով իր ռեսուրսների շրջանակներում համաձայնեց մասնակցել, իրենք նաև պատիվ համարելով մասնակցություն ունենալ այս ծրագրին եւ իրականացրեցինք սա։ Ուզում եմ ասել, որ Էստոնիայի պահով շատ կազմակերպված, շատ ոչ հայաստանյան որակի աշխատանք կատարեց Նարինե Փոլադյանը Բեյրութից Գյումրիից, որը մեզ երկու հուշաքար տրամադրեց, իհարկե տեքստը եւ նախագիծը ամբողջությամբ իմն էր, բայց հուշաքարերը ինքը նվիրեց, ինքը հայթայթեց, ինքը նվիրեց, ինքը զբաղվեց հուշաքարերի վրա տպագրությամբ, տեքստերի, ինքը ուղարկեց եւ ինքը նաեւ պատրաստեց այն խնկամանը, որի մեջ մենք խունկ էինք ծխում։ Իմիջիայլոց խունկը շատ կարևոր նշանակություն ունի արևելյան մշակույթում եւ անգամ այստեղ բոլոր դետալներին ուշադրություն դարձնելով նախ բազալտը ես ուզեցա որ լինի հայաստանյան, որովհետեւ տեղական էստոնական բազալտը արդեն իմաստը կկորցներ իր խորքային, շատ լավն է, բայց իմաստը կկորցներ եւ այլ քարել Հայաստանից ես չէի ուզենա վերել, իմիջիայլոց այդ քարերը մեր ուսերին վերել ենք Երևանից, այդ հուշատախտակ բազալտե քարերը
Երևանից ուսապարկերով բերել ենք Լոնդոն, Լոնդոնից տարել ենք Տալինի մայրաքաղաք, Էստոնիայի մայրաքաղաք Տալին, Տալինից տարել ենք երկրորդ քաղաք Տարտու եւ տեղադրել ենք գերեզմանին։ Եվ պիտի ասեմ, որ մարդիկ, որոնք արեցին սա, ցույց տվեցին, որ հնարավոր է, որ մարդը հավատա ինչ-որ մի բանի եւ զուտ բարոյական նկատառումներից ելնելով մասնակցություն ունենա այս տիպի ծրագրի։ Ընդհանուր առմամբ համարում եմ հաջողված, ընդհանուր առմամբ համարում եմ, որ այս թեման հասցեագրեցինք, թեև ցավալիորեն ոչ բոլոր անձանց շիրիմներին հաջողվեց գնալ, իսկ այդ ցանկը ինչպես ասի բավական մեծ է։ Եվ խոսում էի խունկի մասին, որպեսզի կիսատ չմնա խոսքս, ես փորձեցի այս նախագծում ամեն ինչ անել բարձր մակարդակով, որպեսզի չլինի դերասանություն, որպեսզի չլինի միայն մակերեսը ներկայացնելու համար այսպես տեսանյութով, իսկ բովանդակային առումով տակը ամեն ինչ չէ, որ լինի իդեալական։ Եվ հետևաբար անգամ խունկի մակարդակում, որը շատ կարևոր է գերեզմաններում ծխելու արևելյան մշակույթի առումով, ես օրինակ որոշեցի գնել աշխարհի ամենաբարձրարժեք եւ ամենահարգված խունկը, որը Օմանի խունկն է, թագավորական խունկի հետ խունկի մեկ այլ տեսակ կա, որը կոչվում է միր, որը վառվել է եւ ծխեցվել է նույնպես դեռևս 2000 տարի առաջ Քրիստոսի ժամանակ, նրանից առաջ, դա է լավագույններից մեկը համարվում է Սոմալիականը գնեցինք, հնկամանը ինչպես այսի պատրաստեց Նարինե Պոլազյանը, անգամ խունկի ածուխը, որ մանրուք է թվում, բայց էլի բովանդակային առումով եւ սիմվոլիկ առումով կարեւոր է, որպեսզի լավը լիներ, մենք վերցրեցինք հոլանդական մի ընկերության ածուխ, որը ամենավորակյալն է։ Մեզ հետ տանում էինք միևնույն մոմը, դնում էինք գերեզմանների վրա, որպեսզի մոմը վառվեր եւ մի շատ հետաքրքիր զգացողություն կար, որ այդ գերեզմաններում, երբ ամեն ինչ ավարտում էինք, դրոշները ծածանվում էին եւ նկարում էինք նկարելուց հետո եւ կանգնած էինք կամ նստում էինք կողքը եւ մտածում էինք մի փոքր, մենք հասկանում էինք, որ այդ մարդկանց թաղումից ի վեր թերևս այդ գերեզմաններին կամ շատ քիչ ընտանիքի անդամներ են այցելել, կամ այլևս չեն այցելել, կամ այցելել են օտարներ, բայց որևէ մեկը խորքային հարգանքի տուրք չի մատուցել այդ մարդկանց։ Եվ դա մի տեսակ ցավալի էր, բայց մյուս կողմից ուրախացնող էր, որ մենք ենք դա անում։ Դա հպարտությամբ էր լցնում մեզ։ Եվ այդտեղ նույնպես սիմվոլիկ մի բան կա, որ մարդը մահացել է, բայց իր անունը թույլ չես տալիս, որ մոռացվի, թույլ չես տալիս, որ արատավորվի եւ իր գործի մասին խոսում ես իր շիրիմի վրա։ Էստոնիայում մենք ընդհանրապես բանվորական աշխատանքներ կատարեցինք, գնել էինք երևի թե մի քանի տասնյակ պարագաներ այս բոլոր աշխատանքները անելու, որը ամբողջությամբ արտացոլված չի տեսանյութերում։ Ես ուզեցա այս մանրամասն ներկայացնել սա ոչ թե ավելորդ տեղեկատվություն տալու համար, այլ որպեսզի այս երևույթը հնարավոր լինի ինստիտուցիոնալիզացնել։ Մենք դարձյալ արեցինք մի բան, որ պիտի պետությունը աներ, հայկական պետությունը պիտի աներ պետական մակարդակով, դեսպանատները պիտի հանձնարարականներ ստացած լինեին, ամեն ամիս կամ ամեն տարի հատուկ աշխատակից անգամ պահեին, որը կգնար կաներ կամ դեսպանությունը վարձեր, որպեսզի այդ աշխատանքները անեին, եթե գիտակցություն անգամ լիներ հանրային, եւ երկրորդ հերթին, եթե գոյություն ունենար հայկական պետություն ցավոք սրտի կա թերևս միայն ձևականորեն, միայն արտաքին ատրիբուտիկայով։ Եվ բացատրում եմ այսպես մանրամասնորեն, որպեսզի հասկանանք, որ սրանք կարևոր բաներ են, սրանք երբեք չեն կարևորվել մեզանում, անգամ դրոշների երևույթը երբեք չի կարևորվել Հայաստանում, դրոշին երբևէ կարևորություն չի տրվել, երբևէ հարգանք չի եղել դրոշի երևույթի նկատմամբ,
Բայց մենք տեսնում ենք, որ բոլոր այն պետություններն ու ժողովուրդները, որոնք պետություն են եւ ժողովուրդ, այդպիսիք դարձել են իրենց ուղեկցելով իրենց դրոշներով, որտեղ դա սիմվոլիկա է, իսկ սիմվոլիզմը, խորհրդանշանները եւ խորհրդանշականությունը ամենակարևոր բաներից մեկն է։ Նույն գերեզմանները այցելելը ամենակարևոր բաներից մեկն է, որովհետեւ դու անդրադառնում ես մարդկանց գործին եւ այդ գործը պրոյեկտում ես ոչ միայն ներկայի վրա, այլև ապագայի։ Դու ցույց ես տալիս, որ դա կարևոր գործ է եղել եւ որ պետք է դա կրկնել։ Դու նաեւ արտահայտում ես երախտագիտություն, իսկ աներախտագետ, ապերախտ, ուրացող ժողովուրդները կամ մարդիկ ամենասարսափելի երևույթներն են։ Իսկ ապերախտությունը եւ երախտամոռությունը այսօր ծաղկում են։ Ես ավարտում եմ սրանով այս նյութը, հաջորդիվ կտեղադրվեն տեսանյութերը տարբեր այցելություններից, բացատրություններով, պատմություններով, որքան հնարավոր է։ Պիտի խնդրեմ, որ ներողամիտ լինեք տեխնիկական պարամետրերին, կարծում եմ նկարանումների որակը շատ բարձր չէ, թեև լավ է, կարծում եմ։ Տեղ-տեղ ստիպված ենք եղել մոնտաժել եւ դուք դա կզգաք, դա նույնպես բնական եւ նորմալ է այսպիսի սիրողական պայմաններում աշխատանքային։ Առաջինը կտեղադրեմ Հակոբ Բագրատունու, իշխան Հակոբ Բագրատունու գերեզմանից տեսանյութը, որից 2 հատ եղել է նախկինում, հիմա սա երրորդն է եւ ավելի այսպես տպավորիչ կարծում եմ նոր հանգամանքներով, այստեղ Բրոմպտոնի գերեզմանոցից, Լոնդոնի, եւ կավարտենք Դևոնի մի գերեզմանից, որի այցելությունը ես անչափ կարևորում եմ եւ անպայման ուզում եմ այդ ճանապարհը կտրել, հասնել եւ մենք դա վերջապես արեցինք եւ որին երկար էի նախապատրաստվել եւ որտեղ 1 օր անցկացրեցինք այդ գերեզմանատանը եւ շատ հետաքրքիր փորձառություն էր։ Վերջին տեսանյութը կլինի դա։ Ամենակարևորներից էին թերևս նաեւ Բրիտանիայից դուրս, ինչպես այսի Էստոնիայում գտնվող գերեզմանին այցելությունը եւ դա մի վայր է, որտեղ ամեն հայ, որը գտնվում է Էստոնիայում, ճիշտ կանի, որպեսզի այցելի եւ իր հարգանքի տուրքը մատուցի այդտեղ թաղված հանգուցյալին։ Այսքանը ես այս տեսանյութը պատրաստեցի այստեղ բավական ցրտոտ արդեն Լոնդոնում, հիմա այս պահին E-Link թաղամասում եմ, փոքր հրապարակներից մեկում, դիտեք տեսանյութերը, կարծում եմ շատ հետաքրքիր կլինի եւ կրկին շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս ծրագրին։ Հուսով եմ, որ մարդիկ այս ծրագրից, ինչպես նաեւ այս մարդկանց մասնակցության հանգամանքից բավական դասեր կքաղեն։ Դիտեք տեսանյութերը։